Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, իմ հարազատներ, բարեկամներ, ծանոթ և անծանոթ մարդիկ։ Ինչպե՞ս եք։ Ես մի քիչ վատառողջ չեմ, երեկ էլ ասեցի, որ շատ վատառողջ չեմ, կոկորդներս ցավում ա, մի խոսքով սենց ծանր գրիպային վիճակ ա մոտս։ Առավոտվանից մի քիչ լավ չեմ եղել, վատ եմ զգացել, պատկերացրեք խանութ չեմ եկել, այդ աստիճանի վատ եմ եղել, եղանակն էլ այսօր շատ անպամած էր, մռթնած, ձյուն էր գալի անձրևային, որոշեցի, որ այսօր մի քիչ մնամ տանը, պարկեմ, որպեսզի կարողանամ դզվել և գալ խանութ, որպեսզի կարողանամ ինչ-որ մի բան նկարահանեմ։ Նախորոք ներողություն եմ խնդրում ձայնիս համար, ձայնս կարող է սենց խրպոտ լինի, ինչ-որ սենց գրիպային վիճակով, որ խոսում ես, ինձ ձևաձենդ լինում, այդ ձև կարող է նախապես ներողություն եմ ուզում խնդրել դրա համար։ Առավոտյան ես ավելի վատ էի, պատկերացրեք, կոկորդներս այն կարգի էր ցավում, մտածեցի ինչ կարելի անել, ես ընդհանրապես դեղեր շատ քիչ եմ սիրում օգտագործել, ես ինձ պիտի ծայրահեղություն հասնի, որ ես դեղ օգտագործեմ, մտածեցի ինչ կարելի է անել և որոշեցի, որ կոնի մեղր օգտագործեմ ու սկսեցի կոնի մեղրը սենց գթալով ուտել, սենց որ ինքը կամանց հալվի կոկորդներից և կոնի մեղրով չայ եփեցի և այդպես խմեցի անընդհատ օրվա մեջ և պատկերացրեք, որ ահագին բավականին մեծ արդյունք տվեց, որ ես կարողացա գալ արդեն իսկ աշխատավայր և այսպես զրուցել ձեր հետ, բավականին լավ օգնեց կոնի մեղրը և որոշել եմ, որ այս տարի, երբ որ արդեն սկսի կոնը ծաղկել, տոնածաղները ծաղկեն, կոները պետք է փոքրիկ հավաքեմ, պատրաստեմ թե կոնի մեղր, թե կոնի մուրաբա, որոնք շատ առողջարար են, հիմնականում կոկորդների, թոքերի, բրոնխների շատ առողջարար են։ Իմիջիայլոց մեր մոտ Ստեփանավանում ամեն տարի մայիս ամսվա սկզբին, այտենց 10-ից արդեն սկսվում է փոշոտումը, շատ հյուրեր են գալիս են և գնում են դենդրոպարկ, որտեղ փոշոտումը հենց դենդրոպարկում է լինում, դենդրոպարկում բազմատեսակի ծառեր ունենք տարբեր երկրներից բերած, որոնք արդեն իսկ մայիսի 10-ին նայած երբ է լինում փոշոտումը, երբ որ եղանակը լավ բարենպաստ է լինում և արևոտ է լինում, փոշոտումը մայիսի 10-ից արդեն սկսվում է, մարդիկ գալիս են տարբեր տեղերից են գալի, տարբեր սենց զբոսաշրջիկներ են գալի, բոլոր տեղերից գալիս են և մասնակցում են մեր փոշոտմանը։ Փոշոտումը մոտավորապես մի 15-ից 20 օր է տևում, ու պատկերացրեք, որ Ստեփանավանում, թե Գյուլաքարակում, հիմնակ դենդրոպարկը Գյուլաքարակում է, այդ ժամանակ ասեղ գցելու տեղ չի լինում, այդքան շատ հյուրեր են ունենում, գալիս են տարբեր երկրներից և այնքան գեղեցիկ տեսարան է, շատ մարդիկ կլինեն, ձեզ այնց, որ հիմա ինձ լսում եք, բոլորդ շատ մարդիկ կլինեն, որ եկած և մասնակցած կլինեն փոշոտմանը, շատ գեղեցիկ տեսարան է լինում, քայլում ես այս ծառերի մեջով, ծաղիկների մեջով և այդ ժամանակը, երբ որ դուրս ես գալի արդեն դենդրոպարկից, վրեդ ամբողջությամբ գույնավոր սենց գույներ են լինում, դա հենց այդ փոշոտումն է, որը շատ առողջարար է, երբ որ դու շնչում ես այդ օդը, բրոնխների և թոքերի հետ կապված ոչ մի խնդիր չեք ունենում, շատ առողջարար է և այդ դենդրոպարկի ճանապարհին, երբ որ դուրս եք գալիս արդեն, սենց մի գծով շարված բոլորը կոնի մեղր, կոնի մուրաբա են վաճառում և շատ մարդիկ կլինեն, որ գնել են և իրանց հետ տարել են, որպեսզի օգտագործեն։ Ասեմ ես մի քիչ այդ ճանապարհի վրի վաճառած մեղրները կարող այն դոզան, պինդ բանը չունենան, այն արդյունքը չունենան, ինչը որ տան պայմաններում դու ոնց կպատրաստես քո համար և որոշել եմ, որ այս տարի, երբ որ արդեն կլինի կոնը, ես պատրաստելու եմ թե մուրաբա, թե մեղր և ձեզ ցույց եմ տալու, թե իրականում ինչպես պետք է պատրաստել կոնի մեղրը և մուրաբան։ Շատ օգտակար է, շատ առողջարար է առողջության համար և բոլորիդ խորհուրդ կտամ, երբ որ դուք գաք Ստեփանավան և
արդեն իսկ որոշեք վերադառնալ տուն, կարող եք գնել ձեր հետ տանել կոնը և պատրաստել իմ բաղադրատոմսով, որը ես ձեզ ներկայացնելու եմ, կոնի մուրաբան և մեղրը և օգտագործեք ձեր համար, ձեր տան ընտանիքի անդամների համար, երեխաների համար շատ օգտակար է, սիրելիներս։ Մեծ սիրով արեք և համեցեք մեր փոշոտմանը։ Ես երբ որ մոտենա արդեն իսկ փոշոտման օրերը, ես նախորդ ձեզ ասելու եմ, թե երբ է լինելու և մեծ սիրով բոլորիդ հրավիրում եմ գալ Ստեփանավան և մասնակցել այդ փոշոտման արարողությանը։ Մնալու տեղը լինելու է անխտիր, ես լիքը հանգստյան տեղեր ունենք, լիքը հյուրատներ, ամեն ինչ կա, այնպես որ եթե ինչ-որ մեկը անծանոթ է տարածքին և չի կարողանում գալ, թող ինձ հետ կապնվի, ինձ գրի և ես մեծ սիրով կօգնեմ, կդիմավորեմ, կտանեմ ցույց կտամ, տանտեղն էլ ցույց կտամ և բոլոր պայմանները կլինի այնպես, որ սիրելի հետևորդներ, եթե ինչ-որ մեկը ցանկություն ունենա, մեծ սիրով կօգնեմ և կառաջնորդեմ։ Իսկ հիմա կուզենամ, որ գնամ արդեն իսկ խոհանոց և տեսնեմ, թե ինչ եմ պատրաստելու այսօր ձեզ համար, սիրելիներս, կհանդիպենք խոհանոցում։ Ահա եկա խոհանոց և որոշեցի Հայկի հետ տվինք առանք, թե ինչ պատրաստենք, որոշեցինք պատրաստել կիևսկի կոտլետ, որովհետև մեր արդեն կիևսկի կոտլետը վերջանում էր և մեր սենդվիչների համար մեզ կիևսկի կոտլետ է հարկավոր։ Հիմա ես կուզեմ ձեզ մեծ սիրով ներկայացնել, թե ինչպես ենք մենք պատրաստում խանութի կիևսկի կոտլետները։ Մենք նախորդ պատրաստում, դնում ենք սառցեխցիկ և ամեն առավոտյան թամ պատրաստում ժարիտում և պատրաստում ենք դրանով սենդվիչներ և վաճառում և հացիկների մեջ չափերը իրանք փոքրիկ հացիկներ են, մենք այդ չափի ենք պատրաստում կիևսկի կոտլետները, որպեսզի հացի մեջ լիովին ամբողջովին տեղանի, բավականին մեծ է լինում իր քաշը, 100 գրամով մենք անում ենք կոտլետները, մեծ համով լավ սենդվիչներ է ստացվում, համն էլ արտակարգ է լինում։ Ես կուզենամ ձեզ ներկայացնել իմ բաղադրատոմսը կիևսկի կոտլետի հետ կապված, ես այդ տեսակ եմ պատրաստում, սիրելիներս, նայեք, տեսեք, եթե ձեզ հարմար է կամ ինչ-որ հետաքրքիր բան կա, կարող եք փորձել այդ ձևով, ես իմ տարբերակն եմ ձեզ ներկայացնում, ես էլի եմ կրկնում, իմ տարբերակը, սիրելիներս, կարա լինի կարծիքներ տարբեր, որ մեկին դուր չկա, մեկին են տարբերակը, ոչ մի խնդիր, ես բոլորի տարբերակներն է մեծ գնահատական եմ տալիս բոլորի տարբերակներին է, բոլորն ունեն իրանց իրավունքները, իրանց կարծիքները հայտնելու, այնպես որ սիրելիներս, ես ներկայացնում եմ իմ տարբերակը, տեսեք, թե ձեզ ոնց է հարմար։ Վերցրել եմ 2.5 կիլոգրամ հավի փափկամիսը, այսպես ասած, որ միշտ օգտագործում է ատվալկան, այսպես ասեմ, արդեն իսկ ոսկորներից հանած փափուկ հավի միսա, հեսա ես դա եմ աղալու, սա 2.5 կիլոգրամ դա 500 գրամ սոխա և 100 գրամ հացա, որը նախորդ ես թրջել եմ կաթով։ Եթե թրջում ենք կաթով, ապա ինքը շատ լավ համ է տալիս, էլի աշխատեք թրջել կաթով, եթե կաթ չունեք, կարող եք թրջել հաջրով, ոչ մի խնդիր չի լինի։ Հիմա ես սկսեմ աղալ միսը, աղալու եմ միսը, սոխը և հացը միասին, աստիճանաբար, սենց խառնելով մսին, աղալու եմ, վերջացնեմ, նոր սկսելու եմ համեմել և ցույց տալ ոնց եմ համեմում և ոնց եմ պատրաստում։ Հիմա սկսեմ այսպես սոխը հետը աղում եմ, քիչ միսը լինում է, հետո սոխը սենց հետը աղում եմ։ Միսը աղում վերջացնում եմ, նոր վերջում հացն եմ կսելու, որպեսզի համ մեջինը մաքրի, համ էլ լավ է լինում վերջում հացը, նայեք։
բացի վերջացրեցի արդեն միսը, ես մեկ անգամ եմ աղում միսը, երկրորդ անգամ աղալու կարիք չկա, որովհետև ինքը շատ լավ է ստացվում մի անգամվա աղալու էր, մարդիկ կան, որ երկու անգամ են աղում, կարան աղան, բայց ես իմ տարբերակով աղում եմ մեկ անգամ, հիմա ավելացնեմ համեմունքները, ինչ եմ ավելացնելու, 1.5 ճաշի գթալ աղ եմ լցնելու, ես աշխատում եմ մի քիչ թող լինի ալանի, որ ինքը ժարիտվելու ընթացքում սկսում է աղիանալ, մի տեսակ ուրիշ ձևամ, թող ինքը ալանի լինի, ավելավատես քանց աղի, ավելացնելու եմ 2 հատ ձու, 2 հատ ձու, 1 ճաշի գթալ սև պերեց, այ այսպիսի հավի համեմունք, նայեք, այ այսպիսի հավի համեմունքա շատ լավ համատալի կոտլետին, շատ համով համուն ինքը, ես աշկաչափով եմ ավելացնում, նայեք, այ այսպես աշկաչափով, այնքան որ հասկանում եմ, որ լրիվ նորմալ է, դուք էլ աշկաչափով պետք է դա կանեք, ավելացնելու եմ 1 ճաշի գթալ կանյակ, կանյակը շատ լավ համատալիս իրելիներս կոտլետին շատ յուրահատուկ համատալիս, հետ եմ ավելացնելու և ընդամենը մի այսպիսի փոքրիկ բուռ պաքսիմատ և սկսելու եմ խառնել ու աշխատեք, որ միսը վերցնում եք աղալու սարքելու, թող լինի սառը վիճակում, ինքը եթե փափուկ վիճակ է լինում, այդքան հաջող չի լինում, սենց թույլ է լինում ու կոտլետները բավականին թույլ է ստացվում, դրա համար դրեք թող միսը մի քիչ լավ սառի, նոր սկսեք կոտլետը պատրաստել, այսպես պետք է լավ հունցենք, տակու գլուխ անենք, որպեսզի սկսի կպնել իրար, պատրաստել եմ, տեսեք պարշը ինչ պնդություն ունի, տեսեք ինչ լավ պինդ է, շատ հաջող է ստացվել, ես կշռում եմ 100 գրամ, կշեռքին ջուր եմ անելու, կշռում եմ, տեսնեմ թե ինչքան է քաշը, այսպես, վերցնում եմ, կարակ եմ դնելու մեջը, կարակը այսպես ենք բացպան եմ անում, ծասկում եմ իրան, այսպես ենք, սիրուն սենց ուղամ ու դնում եմ պաքսիմատի մեջ ու այդպես շարունակում եմ, մի քանի հատ կանեմ, նոր հեսա կասեմ, թե ես ինձ ձևավորում եմ տալիս, այսպես անելու եմ, ջրով, այս կարակը դնում եմ մեջը, ձեռերս թաց եմ անում, այսպես մի հատ հարթացնում եմ, այսպես շարում եմ, հեսա մի քանի հատ պատրաստեմ ու ցույց տամ սրելու պրոցեսը, ինչպես եմ կատարում, այսպես, կարակը դնում եմ մեջտեղը, դուք կարող եք դնել կարակ, կարող եք դնել սունկը, ժարիտած ընկույզով սարքած, դա էլ է շատ համով լինում, կարող եք կարակ է չդնել, եթե չեք սիրում, որ ցանկանում եք, այնպես էլ արեք, ինչ նաչինկա էլ դնեք, համով է լինում, այսպես, այ այսպես, թող սենց մնա, հեսա կանեմ, տեսեք, թե ես ինչպես եմ սրում կիևսկի կոտլետները, ձեռիս տակ հարմար սա է եղել, սենց եմ վերցնել, դուք կարող եք սենց փետի ինչ-որ կտոր վերցնել, ես սա ինձ հարմար է, ինչպես եմ անում, այսպես թաթախում եմ ամբողջովին պաքսիմատի մեջ, այ այսպես, ու այսպես դնում եմ այս փայտիկին, ու սենց ձեռքերից այս վիճակով, սենց որ փոստիկ լինի, կոտլետն ընկնի մեջը, այս ձևով ես սկսում եմ սենց տանել, բերելով, սրում եմ և տեսակ ինչ տեսակ է, այսպես, այսպես սրում եմ և այսպես տեղափոխում եմ ամանի մեջ, որպեսզի դնեմ սառցե խցիկ, տեսեք երկու անկյունները այդպես սուրուլիկ սիրուն, այսպես արագ սենց սրելով դուք արդեն ձեռքի տակ հասկանում եք, թե որ անկյունն անեք, ոնց անեք և այսպես անում եմ և այսպես տեղափոխում եմ սառցե խցիկ տեսքը ես այդպիսին եմ տալիս, տեսեք, թե բավականին ինչքան մեծ է, ու դա էլ, որ ժարիտում ես, չէ, իրա տեսքը նույն ձևով պահպանում է, չի փոքրանում, շատ հաջող է լինում, հազիվ մի կերպ տեղավորում ենք սենդվիչի հացիկների մեջ,
մեջը լցնում ենք կանաչի եւ սոխ մի կերպ տեղավորելով, այնպես որ դուք էլ արեք, փորձեք, կարող եք այն իմ հոթ-դոգի խմորը, որ ես ցույց էի տվել, կարող եք դուք էլ հացիկներ պատրաստել, կատլետներ պատրաստել եւ սենդվիչ սարքել եւ վայելել, երեխաների հետ դնել ընդմիջման, շատ հաջողած եւ կշտացնող է լինում, փորձեք եւ կհամոզվեք, որ շատ լավ է։ Այսքանը, տեսեք թե ինչ գեղեցիկ տեսք ունեն, ես պայսակ շարունակեմ պատրաստել, մոտավորապես անեմ մի 10 հատ, մոտավորապես հեսա կանեմ մի 10 հատ եւ կդնեմ սառցեխցիկ, թող սառի, հետո նոր արդեն աստիճանաբար կամաց հերթով կսկսեմ պատրաստել, էլի որ միանգամից շատ չանեմ թողնելու, թող միշտ թարմ վիճակում լինի։ Այսքանը սիրելիներս, հույսով եմ ինչ-որ օգտակար բան ասեցի ձեզ, փորձեք, տան պայմաններում լրիվ լիովին կարող եք պատրաստել եւ հավատացեք, որ շատ հաջող է ստացվելու, պատրաստեք եւ կգրեք, թե որն է ստացվել, որը չի ստացվել, հավանել եք, թե ինչպես, եւ ես մեծ սիրով կկարդամ ու ձեր հարցերին լրիվ կպատասխանեմ, սիրելիներս։ Ձեր հետ գոհարներ, կհանդիպենք վաղը։